Ողջունում եմ ձեզ հարգելի հետևորդներ, Կալայի հյուրը այսօր Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում, իշխանություն եկեղեցի հակամարտությունը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Երեկ Փաշինյանը հանդիպեց եպիսկոպոսների հետ, որոշ մասի նրանց շնորհակալություն հայտնեց սկզբունքային դիրքորոշման համար։ Կուզեի ձեր կարծիքը իմանալ, թե իշխանություն եւ եկեղեցի այս լարվածությունը արդյոք դուք համարում եք ազգային անվտանգության խնդիր եւ որպես հավելում հետեւյալ հարցը, թե կա արդյոք արտաքին շահագրգռվածություն այս դաշտում փոփոխությունները խթանելու, չգիտեմ, կոնֆլիկտը սրելու ուղղությամբ։ Ես գիտեմ, որ դրանք տարածված խոսակցություններ են արտաքին ազդեցության, արտաքին պատվերի վերաբերյալ, հատկապես քանի որ Ադրբեջանում որոշ հայտարարություններ են եղել հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, որպես ամենավտանգավոր ռևանշիստական կազմակերպություն եւ այլն, եւ դժվար չի պատկերացնել, որ այդ տեսակ ինֆորմացիայի պարագայում մարդիկ կարող են մտածել, որ սա ինչ-որ արտաքին կոմպոնենտ ունի։ Ես նման հետևություն, նման պնդում չեմ կարող անել, դա դեռ փաստ չի, այսինքն ինչ-որ առումով նույնիսկ զարմանալի չի, որ Ադրբեջանում կարող էին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք ունենալ, բայց դա դեռ ապացույց չի, որ հենց Ադրբեջանի հետ կոորդինացված ինչ-որ քայլ է սա, կամ դրսի ինչ-որ այլ ուժերի հետ կոորդինացված քայլ է։ Գիտենք նաև այդ աղանդավորների գոյության մասին եւ այլն, նրանց բնականաբար նրանք մրցակիցներ են հայ առաքելական եկեղեցու հետ, նման բաներ նույնպես կարող են լինել, բայց ես սրան նայում եմ մի քիչ այլ տեսանկյունից։ Իմ կարծիքով սա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար բավականին բնական երևույթ է, այն առումով, որ նման իշխանությունները սովորաբար չեն հանդուրժում որևէ մեծ հեղինակություն վայելող եւ իրենց չենթարկվող կամ պոտենցիալ իրենց չենթարկվող ինչ որ ուժ, կլինի դա քաղաքական, կլինի հասարակական եւ որևէ դիմադրություն, որևէ անկախ ուժի կենտրոն, որևէ անկախ հեղինակություն ունեցող հաստատություն, հատկապես եթե այդ հաստատությունը որոշակի խնդիրներ ունի նման իշխանության հետ, նման իշխանության օրակարգի հետ, նրանց դիտարկում են որպես պոտենցիալ սպառնալիք ու վտանգ, ոչ թե ընդհանրապես որպես ընդդիմադիրներ, այլ հենց պոտենցիալ սպառնալիք ու վտանգ իրենց օրակարգին, իրենց հեղափոխական տրանսֆորմատիվ օրակարգին եւ այդ ամենը պիտի ճզմել, այդ ամենը պիտի ոչնչացնել կամ առնվազն գոնե ենթարկել իրենց կամքին։ Սա հատուկ է շատ ու շատ հեղափոխական իշխանությունների, սա հատուկ է հեղափոխական ռեժիմների, որոնք ավելի հակված են որոշակի պայմաններում շատ հստակ հակում ունեն դեպի տոտալիտարիզմ։ Տոտալիտարիզմն էլ նշանակում է ամեն ինչ ենթարկել իշխանություններին, որևէ անկախ հանրային դաշտ թույլ չտալ, որը անկախ է իշխանությունների օրակարգից, իշխանությունների ուժից։ Իմ կարծիքով սրան ավելի շատ այդ տեսանկյունից է պետք նայել։ Ես մի բան էլ ավելացնեմ այստեղ, մարդիկ հատկապես Փաշինյանի կողմնակիցները, բայց ոչ միայն նրանք, այդ խնդիրը կա, որ հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորների նկատմամբ մեղադրանքներն իրականում արդարացված են։ Այսինքն եւ դժվար է վիճարկելը, որ նման խնդիր կա, հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորներ, որոնց նման մեղադրանքներ են հասցեագրվել, որոնց որոշակի մեղադրանքներ են հասցեագրվել, նրանք հոդաբաշխ պատասխաններ չեն տվել, չեն կարողացել հերքել իրենց նկատմամբ եղած մեղադրանքները եւ շատերը սրան նայում են որպես շատ նորմալ բնական երևույթ, դե եթե այդ տեսակ խնդիրներ կան եւ եթե Փաշինյանի ասածը ճշմարտության դեմ չի մեղանչում, Փաշինյանը եթե ճշմարտության դեմ չի, ապա ինչն է խնդիրը, հետեւաբար սա արդարացված է։ Այստեղ երկու բանի վրա ես ուշադրություն կհրավիրեի, նախ դա իշխանության գործը չի,
ինչ ուզում է լինել եկեղեցուն, դա իշխանության գործը չի, սահմանադրության մեջ ավելի հստակ սահմանված պարագրաֆ դժվար է գտնել, դրույթ դժվար է գտնել, քան եկեղեցու պետության անջատման դրույթը եւ վարչապետի մակարդակով նման միջամտությունը եկեղեցու գործերին ուղղակի շատ բացահայտ սահմանադրության խախտում է եւ ես սրա մասին նախկինում եմ խոսել, սա գործողություն է ոչ միայն եկեղեցու դեմ, այլ սահմանադրության եւ պետականության հիմնադրույթների դեմ։ Եվ երկրորդ հանգամանքը այստեղ, եթե դա գալիս է ազնիվ մղումներից եկեղեցին մաքրելու, եկեղեցու որոշ իրենց դերին անհամապատասխան սպասավորներին իրենց դիրքերից հեռացնելու, ես երեք նայում էի այդ ովքեր էին եկել Փաշինյանին այցելության, Այո, հա, եթե այլընտրանքը դա է, հա, ուրեմն լուրջ կասկածներ կան Փաշինյանի եկեղեցին մաքրելու եւ որոշ մտադրությունների մասով, այո։ այո, մտադրությունների մասին, որ իրականում նրա մտադրությունը եկեղեցին որոշ իրենց դերին անհամապատասխան սպասավորներից մաքրելն է։ Պարոն Գրիգորյան, խոսենք այնուամենայնիվ վտանգների մասին։ Սա ինչ վտանգներ կարող է ունենալ։ Իդեպ ձեր նշածը, որ այո, դա հստակ տարանջատված է սահմանադրությամբ, իշխանությունը անելիք չունի եկեղեցում, իրենք սա հակադարձում են այսպես, թե ինչ գործ ունեն այդ դեպքում հոգևորականները քաղաքականության մեջ։ Եվ իհարկե Հոգևորականներն էլ վտանգների գործ մասին։ չունեն քաղաքականության մեջ, եթե նրանք դա անում են եկեղեցում, եթե հոգևորականը իր բանը պաշտոն չի, իր դերից հրաժարվում է եւ նա դառնում է սովորական քաղաքացի, հոգևորականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նրանք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեն, քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունեն, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն, ոչ որպես հոգևորական, այսինքն խնդիրը դա չի։ Հետևաբար, այսինքն, եթե խոսքը գնում է օրինակ Բագրատ Սրբազանի մասին, Բագրատ Սրբազանը այն ժամանակ, որ սկսեց զբաղվել քաղաքականությամբ, նա իր հոգևորականի դերից հրաժարվեց, ինչքան Այո, հիշում եմ։ այո, Հա, եւ այդտեղ հետեւաբար ես խնդիր չեմ տեսնում։ Այսինքն դա մի բան է համաձայնես Բագրատ Սրբազանի քաղաքական օրակարգի հետ թե ոչ, բայց զուտ քաղաքականության մեջ մտնելու, այդ ձևով քաղաքականության մեջ մտնելու ես չեմ կարծում, որ ինչ որ կանոնի, ինչ որ նորմի կամ հատկապես ինչ որ օրենքի խախտում էր։ Դա մեկ, եւ կամ կարելի է երկրորդ, հավասարության նշան դնել։ Այստեղ հավասարության չի զուգահեռվում բոլորովին այն, ինչ անում է իշխանությունը եթե եւ այն, որ հոգեվորականը կարող է քաղաքական կեցվածք ունենալ այնուամենայնիվ որպես քաղաքացի։ Եթե նույնիսկ հավասարության նշան դնենք, այսինքն եթե եկեղեցին սխալ բան է արել, եթե եկեղեցին խառնվել է քաղաքականությանը, պետության գործերին է խառնվել եւ եկեղեցին է խախտել պետության ու եկեղեցու անջատման դրույթը, դա դեռ չի նշանակում, որ հետեւաբար արդարացված է պետության նույնանման վարքագիծը։ Այո, Այսինքն վարքագիծը պիտի լինել, դա թույլ չտալը, դրա դեմ ինչ որ բան ասել է եւ այլն, բայց հետո գնալ ինչ որ կաթողիկոսի վերընտրություն պահանջել, ալտերնատիվ ինչ որ պատարակների մասնակցել, ինչ որ խորհուրդ ստեղծել կաթողիկոսի գահանկեցանելու, կաթողիկոսին գահանկեցանելու եւ ինչ որ նոր կաթողիկոս ընտրելու, որը հայ եկեղեցու կանոնի մեջ չի, հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի մեջ չի մտնում, ոչ մի նման ինստիտուտ գոյություն չի ունեցել, ինչ որ պետությունը նման ինստիտուտ ստեղծելու փորձ է անում։ Ես հիմա չգիտեմ դա դեռ շարունակում են անել թե չէ, բայց այդ սկանդալը, որ նոր սկսվել էր, նման ինչ որ ինստիտուտ ստեղծելու հայտարարություն արեց Փաշինյանը, որը պիտի համալրվեր ինչ որ հավատացյալներով, այդ հավատացյալներին էլ պիտի ստուգեին Աստվածաշունչը կարդացել է եւ արդյոք հետեւում է բանին պատվիրաններին Աստվածաշնչյան թե ոնց, չգիտեմ ոնց էին հետևելու իհարկե։ Հա, մի խոսքով, այդ տեսակ փորձ արվեց, այդ տեսակ խոսակցություններ են գնում։ Հա, եթե եկեղեցին ինչ որ սխալ բան է արել, այդ սխալի մասին պիտի խոսել, այդ սխալը պետք է վերհանել եւ դրա մասին հանրային քննարկում կազմակերպել եւ եկեղեցուն հեռու պահել քաղաքականությունից։ Ոչ թե դրան պատասխանել սահմանադրությունը խախտելով եւ եկեղեցու գործերին խառնվելով։ Բերեք խոսենք նաև վտանգներից, ազգային անվտանգության սպառնալիք կարող է դառնալ
հաշվի առնելով այն շահագրգռվածությունը, որ ունեն իշխանությունները, այս պահին հատկապես մենք տեսնում ենք հետևողական, կարծես պետական մյուս գործերը երկրորդական, երրորդական պլանում են եւ հետևողականորեն հիմա զբաղված են կոնկրետ եկեղեցով, եկեղեցու խնդիրներով, օրական մի քանի գրառումներ են անում, կարծես սա իրենց համար առաջնահերթ խնդիր է, սա ինչի կարող է հանգեցնել։ Ես մի քիչ ճիշտն ասած դիմադրում եմ ամեն ինչ ազգային անվտանգության բանով, այդ պրիզմայով նայել ամեն խնդրին։ Գուցե ազգային անվտանգության խնդիր է սա, բայց մենք այդքան հեռուն գնալու կարիք չունենք այս վարքագիծը դատապարտելու, այս ճգնաժամի այս ճգնաժամով անհանգստանալու համար պարտադիր չի, որ մենք մտածենք սա ազգային անվտանգության խնդիր է։ Նորից եմ ասում, սա սահմանադրության ոտնահարում է, սա ինչ որ նորմերի ոտնահարում է եւ սա նաեւ հարցակում է մեզ համար, մեր ժողովրդի համար շատ կարեւոր ինստիտուտի վրա։ Նորից եմ ասում, այդ բոլոր հայտարարությունները, թե դա ինչ որ սպասավորների դեմ է, գուցե ինչ որ արժանահավատություն ունենային, եթե երեկվա այդ թատրոնը չտեսնեինք, թե այդ ում են հրավիրել, որ եկեղեցին մաքրեն։ Հա, սա հարցակում է հայ առաքելական եկեղեցու վրա որպես ինստիտուտի եւ հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական հաստատություն չի։ Ես սա նորից նախկինում էլ սա հրապարակայնորեն ասել եմ, ես ինքս հավատացյալ չեմ, ես աթեիստ եմ։ Բայց ես հայ առաքելական եկեղեցում մկրտված եմ, ես իմ զավակին մկրտել եմ հայ առաքելական եկեղեցում եւ ես պսակադրվել եմ հայ առաքելական եկեղեցում։ Որովհետեւ հայ առաքելական եկեղեցին զուտ կրոնական ինստիտուտ չի, դա ազգային ինստիտուտ է, դա մեր պատմության ամենակարևոր հենասյուներից, մեր ինքնության, մեր մշակույթի, մեր ազգապահպանության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Այսինքն պետականությունն ավելի կարևոր է ինձ համար, բայց պատմական տեսանկյունից երբ որ նայում ենք, թե ինչ դեր է խաղացել հայ առաքելական եկեղեցին, դա այդ ամեն ինչը ուրանա, դրա այդ շատ զգույշ է պետք վարվել, շատ զգույշ է պետք վարվել եւ դրա եւ եթե նույնիսկ ինչ որ բաներ կար, որ ռեֆորմի կարիք ունեին, որ փոփոխությունների կարիք ունեին, դա այդ ձևով չպիտի արվեր, դա այս տեսակ կոպիտ հարցակման տեսքով չպիտի արվեր, դա վարչապետի ձեռքով չպիտի արվեր, ինչ ասեմ, այս ամեն ինչը շատ կոպիտ, շատ տգեղ ձևով է արվում եւ վտանգ այստեղ եթե նույնիսկ ազգային անվտանգության հետ կապ չունի, սա վտանգավոր է մեր ներքին կայունության տեսանկյունից, մեր ժողովրդի ինքնությանը հասցված հարվածի տեսանկյունից, ես ավելի շատ այդ պրիզմայով եմ սրան նայում։ Ժամանակին, եթե ինձ ասեին, որ Հայաստանում տեղի ունեցած process-ները երկար ժամանակ պլանավորված, թիրախային գործընթաց է եղել, որի վրա արևմուտքը տարիներ շարունակ դրել է փող, շատ փող, ռեսուրսներ, հետևողական աշխատանք, ես առնվազն ասվածը կդիտարկեի որոշ ժամանակ առաջ դավադրապաշտական տեսության շարքից։ Հիմա սակայն, երբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող process-ներին, ստիպված ենք մտածել հակառակի մասին։ Այսօր իշխանությունը ունի թողտվություն անել ամեն ինչ, քաղաքացիական հասարակությունը լռում է, տեղի են ունենում արտառոց միջադեպեր, որոնց վերաբերյալ մենք տեսնում ենք, որ քար լռություն է, կարող ենք եզրակացնել, որ այո, այսպիսի իշխանությունը Հայաստանում ձեռնտու է արևմուտքին, ձեռնտու է մարդկանց, որոնց ցանել է արևմուտքը տարիներ շարունակ։ Վստահաբար ձեռնտու է, վստահաբար այդ process-ը բավականին երկար պատմություն ունի, բայց այստեղ մի քանի նրբություն կա։ Ես չեմ կարծում, որ դա արվել է շատ հստակ օրակարգով, շատ հստակ նպատակով, այն գլխից, ասենք, չգիտեմ, 90-ական թվականներից կամ 2000-ականներից, որ նրանք ինչ-որ կոնկրետ ինչ-որ դավադրություն են պատրաստել Հայաստանում, ինչ-որ հեղափոխություն են պատրաստել եւ այլն։ Սա ավելի շատ պետք է դիտարկել հետևյալ պրիզմայով։ Ամբողջ պոստսովետական տարածքում, ամբողջ արևելյան Եվրոպայում, պոստկոմունիստական տարածքում եւ նաեւ այլուր, երրորդ աշխարհի երկրներում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում եւ այլն, այս գործունեությունը արդեն շատ երկար ժամանակ իրականացվում է։ Այսինքն այդ NGO-ները, այդ հասարակական կազմակերպությունները ֆինանսավորելու, տարբեր տեսակ ծրագրեր ֆինանսավորելու եւ այլն, որոնք համապատասխանում են դեմոկրատիայի եւ ազատականության այդ արևմտյան դոնորների պատկերացումներին,
հա։ Այո։ Եվ սա շատ երկար ժամանակ արվել է որպես գործիք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի ազդեցությունը տարածելու այդ փափուկ ուժի այդ կոնցեպտին համապատասխան ինչ որ գործունեություն է եղել սա։ Հիմա ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանի պարագայում, եթե հա, ուրիշ տեղից սկսեմ։ Որոշ տեղերում այդ գործունեությունը զուգորդվել է շատ հստակ սահմանված պետական քաղաքականության հետ նաև, ինչպես ասենք Ուկրաինայում ու Վրաստանում, Այո։ որտեղ պետական ամենաբարձր մակարդակով քաջալերվել է որոշակի քաղաքականություն, խոսակցություն է գնացել այդ երկրները իրենց ստատուս քվոից հանելու, արևմտյան ճամբարի մեջ ինտեգրելու, Ռուսաստանի դեմ հանելու եւ այլն եւ այլն։ Դրանք շատ ավելի հստակ տեսք են ունեցել եւ խնդիրն այնտեղ միայն այդ հասարակական կազմակերպությունները ֆինանսավորելը չէր, չնայած դա, ասում եմ, զուգահեռ ինչ որ գործընթաց է եղել, օժանդակ գործընթաց է եղել այդ պետական քաղաքականության, այդ պետական նպատակների համար։ Հայաստանի պարագան մի քիչ ուրիշ էր, որովհետեւ Հայաստանին դե իներցիայով, քանի որ բոլոր այդ երկրներին տալիս էին այդ բաները, այդ գրանտերը, այդ գումարները, Հայաստանն էլ դուրս չէր դրանից, հատկապես որ Հայաստանում ավելի այս մի տեսակ բան էր, մթնոլորտ էր, որը հնարավորություն էր տալիս այդ տեսակ գործունեության, լուրջ արգելքներ չկային դրան եւ այլն, հա, բայց պետական մակարդակով շատ հաճախ տարիներ շարունակ բան են արել նույն Միացյալ Նահանգներում, ասենք ինչ որ մարդկանց հետ խոսում ես պետական գործիչների, դիվանագետների հետ եւ այլն, ասում են դե Հայաստանը այդքան մեծ հույսեր Հայաստանի հետ կապել հնարավոր չի, որովհետեւ Հայաստանն ինչ որ խնդիրներ ունի չլուծված իր անվտանգության հետ կապված, Հայաստանը բնականաբար կախված է Ռուսաստանից, իր անվտանգության առումով եւ մի քիչ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է վարել նույն քաղաքականությունը, ինչ ասենք Արևելյան Եվրոպայի երկրները կամ նույնիսկ Ուկրաինան ու Վրաստանը։ Այս ամեն ինչը փոխվեց երկու էտապով, մեկը 18 թվականի հեղափոխությունն էր, որից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ Հայաստանում է հնարավոր ինչ որ իշխանություն, որը շատ հստակ ուրվագծված հակառուսական դիրքորոշում կարող է ունենալ եւ շատ հստակ պրոարևմտյան դիրքորոշում դրա հետ մեկտեղ, իսկ ավելի շատ փոխվեց իրադրությունը 2022 թվականից հետո Ուկրաինայում այդ կոնֆլիկտի էսկալացիայից հետո, որովհետև այն ժամանակ արդեն այդ խնդիրը, որ Հայաստանը այտենց շանս չկա, որ Հայաստանը կարող է նման այդ կարգին լծվել նույն կերպ, Հայաստանը հետո այդ տեսակ վտանգի ենթարկելը մի տեսակ բան էին անում, նայում էին դրան, որ ինչ պետք է անեն հայերը, այսինքն արժեքը Հայաստանին այդ տեսակ բանի մեջ ներգրավելու արժեքն էլ իրենց համար հասկանալի չէր, ընդամենը Հայաստանը կարող էր ծանր ճնշման տակ հայտնվել եւ որևէ բանի կարող էին չհասնել նրանք։ Բայց 22 թվականից հետո կարծես թե որոշվեց, որ քանի որ Ռուսաստանը հիմա շատ զբաղված է Ուկրաինայում, մինչև ակնագնդերը խրված է ուկրաինական խնդրի մեջ, դա հնարավորություն է տալիս որոշ երկրների ավելի ակտիվորեն փորձեր անելու դուրս գալու Ռուսաստանի ազդեցության գոտուց, դա մեկ, երկրորդ, քանի որ այդ ծանր կռիվն էր գնում Ուկրաինայում եւ Արևմուտքը բազմաթիվ տարբեր լծակներ էր փորձում կիրառել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, այս պարագայում Հայաստանը Ռուսաստանի համար գլխացավանք դարձնելը, հերթական լարվածության կետ դարձնելը, որը Ռուսաստանից ինչ որ ռեսուրսներ կխլեր, որը Ռուսաստանի քաղաքական ու անվտանգության առումով ուշադրությունը կարող էր շեղել, դարձավ ավելի արժեքավոր սա 22 թվականից հետո եւ այդ քաջալերանքը ավելի ակտիվ տեսք ընդունեց։ Հիմա ինչ վերաբերում է այդ ֆինանսավորմանը, այդ դոնորներին, այդ քաղաքականությանը, որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ դա ակտիվ գործունեություն են ծավալել այդ դոնորները, այդ ուժերը, արևմուտքը, դա պետականորեն քաջալերվող բան է եղել։ Այստեղ առաջին մոտիվը իհարկե ինչպես արդեն ասացի, Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի այդ փափուկ ուժի միջոցով ազդեցությունը տարածելն է, այդ տարբեր հասարակությունների համակրանքը դեպի իրենց թեքելը եւ շատ հաճախ դա օգտագործելը գեոպոլիտիկ նպատակներով։ Բայց միայն դա չի խնդիրը, այստեղ մի քանի ուրիշ բան կա, ուրիշ նրբություն կա, որի մասին պետք է խոսել։
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ սա ինչ-որ առումով պրոյեկցիա է արևմուտքում տիրող ինչ-որ արժեքային խնդիրների, արժեքային բանավեճերի, ասենք որ նայում ես ինչ են ֆինանսավորում ոչ միայն Հայաստանում, այլ տարբեր երկրներում, երրորդ աշխարհի երկրներում, որտեղ հազար ու մի դարդուցավ կա, հազար ու մի իրական մեծ խնդրեմ կա, ու ասենք այդ խնդիրները ուշադրության չեն արժանանում, բայց ուշադրության են արժանանում այն խնդիրները, որոնք շատ թանկ են արևմուտքի որոշ շրջանակների համար, որոշ ակտիվիստների, որոշ խմբերի համար, որոնք այդ քաղաքականության լոբբիստներն են իրականում։ Հիմա ասենք, չգիտեմ, Հայաստանում 10,000 տարբեր հաշվարկներով 10,000 վիրավոր զինվոր կա։ Այդ արևմուտքի հասարակական կազմակերպություններից քանիսն է զբաղված այդ զինվորների խնդիրներով, դրանց առողջության հարցերով, դրանց կարիքները ֆինանսավորելու հարցերով եւ այլն, որ մանգան կարող եմ երկու գրանտ գտնենք եւ այլն, բայց երևի չեք վիճակի, որովհետեւ հիմնականում միշտ այդպես է եղել, որ դա հիմնական բանի առարկա չի, բայց այ ասենք բաների սեռական փոքրամասնությունների հարցը, որը ես չեմ ասում, որ դա կարևոր հարց չի, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունն արդարացված է, եւ քավլիցի, դա չի խնդիրը, որ այն խնդիրները, որոնք ֆինանսավորվում են, այն օրակարգերը, որոնք ֆինանսավորվում են եւ առաջ են մղվում, դա ոչ թե արտահայտությունն է տվյալ երկրներում գոյություն ունեցող սուր խնդիրների, սուր անհրաժեշտությունների, խնդիրների, այլ դա պրոյեկցիան է արևմուտքում ավելի մեծ ժողովրդականություն վայելող կամ մեծ ինչ-որ ուշադրության արժանացած խնդիրների պրոյեկցիան է դա, ու այդ տարբեր շահախմբերը այդ բաները ներկայացնող, այդ խնդիրները ներկայացնող, նրանք ակտիվորեն քաջալերում են սա, հաճախ նրանք են հենց զբաղված կամ նրանք են ներգրավված այդ դոնոր կազմակերպություններում եւ օրակարգը սահմանում են նրանք, ու այդ օրակարգը միշտ չի, որ համապատասխանում է այդ recipient, այդ գրանտները ստացող երկրի օրակարգերին, բայց դա փաստորեն հանգեցնում է ինչ-որ հանրային մի վիճակի, հանրային դիսկուրսի մի դրսևորման, որ քանի որ այդ շահեր կա, այսինքն ինչ որ եթե այդ բանը ստեղծում ես, եթե այդ հնարավորությունը ստեղծում ես, ինչ որ մարդիկ գնալու են, դիմելու են, զբաղվելու են այդ խնդիրներով եւ դա իրականում հանգեցնում է հարաբերությունների սրման, ներքին կայունության խաթարման, ինչ որ թշնամական բանի, որովհետեւ ինչ որ մարդիկ ասում են բանուգործ թողած, տեսեք ինչով են զբաղված այս մարդիկ, օտարերկրյա ագենտներ են եւ այլն եւ այլն։ Եվ եթե նույնիսկ այդ մարդիկ իրականում օտարերկրյա ագենտներ չեն այդ բանի իմաստով, այդ շպիոնության իմաստով կամ չգիտեմ, անվտանգության հարցերի իմաստով։ Սա խնդիրներից մեկն է, որը նույնպես պետք է հասկանանք, եւ սրա, այսինքն եզրափակելով ես ասածս, շատ հաճախ, երբ որ այդ արևմուտքի այդ կազմակերպությունները խոսում են այդ ծրագրերը ֆինանսավորելու, տարբեր տեսակ գործունեություններ քաջալերելու, այդ ամեն ինչը շղարշված է բառերով եւ տերմիններով, որոնց դեմ դժվար է վիճարկել. մարդու իրավունքներ, ազատություն, դեմոկրատիա, քաղաքացիական ազատություններ, քաղաքացիական հասարակություն եւ այլն։ Ով է դեմ դեմոկրատիային, ով է դեմ ազատությանը եւ այլն։ Բայց շատ կարեւոր է այստեղ այդ հարցը տալ, թե այդ ազատությունն ու դեմոկրատիան ինչ բովանդակություն ունեն։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Ինչու է հատկապես հենց այդ օրակարգը բանանում քաջալերվում, այդ տեսակ առատորեն ֆինանսավորվում արևմուտքի կողմից, ինչու այդ տեսակ ուշադրություն կա արևմուտքում դրանց նկատմամբ, մի պատճառ արդեն ասացի, այդ բաներն են, այդ շահախմբերն են, որոնք շատ մեծ ազդեցություն ունեն այդ կազմակերպություններում, չգիտեմ, կանանց իրավունքների, սեռական փոքրամասնությունների, ռասայական խտրականության եւ այլն եւ այլն։ Մյուս խնդիրը, սա հասկանալու համար պետք է հասկանանք Միացյալ Նահանգների ընդհանուր շատ երկար ժամանակ արդեն գոյություն ունեցող քաղաքականությունը, հատկապես Սառը պատերազմից հետո, ներողություն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վարած քաղաքականությունը, մասնավորապես հատկապես երրորդ աշխարհի երկրներում,
նրանք միշտ քաջալերել են դեմոկրատիայի, ազատության այն սկզբունքները, այն օրակարգը եւ այն բովանդակությունը, որը վերաբերվել է, չգիտեմ, սահմանափակ կառավարությանը, քաղաքացիական ազատություններին, խճի ազատությանը, կանանց իրավունքներին, փոքրամասնությունների իրավունքներին եւ այլն։ Եվ սա նորից եմ ասում, երբ որ նայում ես, ասում ես, հա դե ինչ վատ բան կա դրա մեջ։ Դրա մեջ իհարկե վատ բան չկա, բայց դա շատ հաճախ հակադրվել է տնտեսական արդարության խնդիրներին։ Եվ ամերիկյան օլիգարխիան այսօր էլ, եւ սա միայն դրսում չի, միայն երրորդ աշխարհի երկրներում չի, միայն պոստսովետական տարածքում չի։ Սա նաեւ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում խնդիր է արդեն։ Բոլորը շատ լավ գիտեն այդ պոպուլիստական շարժումները ինչ բան են, ինչ թափ են հավաքել նույն Ամերիկայում, նույն Եվրոպայում, եւ սա գալիս է ինչից, որ այդ ինքնության հիման վրա կառուցված քաղաքականությունը շատ հաճախ օգտագործվել է որպես հակակշիռ տնտեսական անարդարության հարցերի խնդիրներին, շատ հաճախ դա օգտագործվել է որպիսի հնարավորություն չտան իրական այդ տնտեսական անարդարության, սոցիալական անարդարության շուրջ մարդկանց կոնսոլիդացիային, եւ դա նորից եմ ասում, սա ներքին ամերիկյան խնդրեմ է, շատ երկար ժամանակ գոյություն ունեցող, որը պրոյեկտվել է դուրս։ Այդ օրակարգը իր հիմքերը ունի ամերիկյան քաղաքականության մեջ, բայց նաեւ իսկապես, ասենք, Սառը պատերազմի պատմությանը, որ նայում ես, այն ժամանակ նրանց համար սպառնալիք էին այդ ձախ շարժումները, որոնք ավելի շատ մտահոգված էին տնտեսական անարդարության խնդիրներով, իսկ ամերիկյան պետությունը, Ամերիկայի արտաքին քաղաքականությունը, հատկապես երրորդ աշխարհի երկրներում միշտ ուղղված էր այնտեղ այդ տնտեսական, կարելի ասել ֆեոդալական, կիսաֆեոդալական ստատուս քվոն պահելու մղումով, որովհետև դրանք էին իրենց դաշնակիցները, այդ ֆեոդալական ռեժիմներն էին իրենց դաշնակիցները, եւ որևէ ձախ շարժում, եթե նույնիսկ դա կոմունիստական շարժում չէր, անպայման այդ կոմունիստականի պիտակը փակցվում էր եւ դիտվում էր որպես գաղափարական սպառնալիք, ինչ որ սոցիալական արդարության, հավասարության բաների, մի խոսքով ձախակողմյան ինչ որ օրակարգ ունեցող բաներ, որը կարող էր վարակիչ դառնալ նաեւ ուրիշ երկրների համար, Եվրոպայի համար, Ամերիկայի համար եւ այլն։ Այսինքն Եվրոպայում, նույն Եվրոպայում պատերազմից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ տարածված էին այդ ձախ շարժումները, նույնիսկ կոմունիստները շատ մեծ բան ունեին, ազդեցություն ունեին եւ դա սպառնալիք էին համարում։ Ու դրան հակակշռող այդ օրակարգը դեմոկրատիայի, ազատության խնդիրների այդ տեսակ բովանդակության վրա ուշադրություն դարձնելն էր, այդ տեսակ բովանդակությունը քաջալերելն էր, այդ տեսակ բովանդակությունը ֆինանսավորելն էր։ Եվ սա նաև ասում եմ, այդ շրջանի իներցիան է տակավին, այդ շրջանի օրակարգն է, որը նույնպես պետք է հասկանալ, որպեսզի հասկանանք, թե ինչու են քաջալերում դա, հատկապես ինչն են քաջալերում եւ ինչ է թաքնված այդ տարբեր շատ սիրուն բառերի հետևում դեմոկրատիայի, ազատության, իրավունքների, քաղաքացիական։ Այս օրերին մենք հասկացանք, որ այդ բառերն էլ ֆեյք են, որովհետև մենք ունենք չնայած ազատ արձակվեց 3 դատարանի դալիճից կին քաղբանտարկյալ, մենք ունենք ազատությունների սահմանափակում, մենք ունենք խոսքի համար, հարցազրույցի համար դատապարտված հոգևորական, Շիրակի թեմի առաջնորդի մասին եմ խոսում եւ այլն, եւ ահա այսպիսի աղաղակող դեպքերում կազմակերպությունները, որոնք այո, դեմոկրատիա, մարդու իրավունքներ, կանանց իրավունքներ եւ այլն, սրա համար տարիներ շարունակ ֆինանսավորվել են, լուր են, ծպտուն չկա այդ դաշտում, մի քանի հոգի բացառությամբ մի քանի հոգու եւ այո, եվրոպական արժեքների, չգիտեմ, ժողովրդավարության եւ այլնի մասին հորջորջող արևմուտքը եւս լռում է այն դեպքերում, երբ իրեն ձեռնտու չէ։ Հասկանալի է, որ մեր սպասելիքներն են գերագնահատված եղել տարիներ շարունակ այս կառույցներից, բայց այնուամենայնիվ ունենք այն, ինչ ունենք։ Այո, այս կապակցությամբ հիշեմ կարծեմ Դին Աչեսոնն էր 50-ական թվականներին, երբ ինչ որ խոսակցություն էր Սպիտակ տանը Բատիստայի մասին, այդ Կուբայի դիկտատորի մասին, ասել էր Բատիստան շունշանորդի է, բայց մեր շունշանորդին է։ Հա, հիմա դա հին պատմություն ունի սա, այսինքն խնդիրը շունշանորդիությունը չի, խնդիրն այն է, թե տվյալ շունշանորդին ում շունշանորդին։ Եթե իրենցն է, խնդիր չունեն։ Ես սրա մասին իրականում մի ծավալուն հետազոտություն եմ արել, որ 20 թվականին հոդվածի տեսքով լույս տեսավ։ Այդ հետազոտությունն անելու
խթանը 2008 թվականի Հայաստանի massայական շարժման նկատմամբ արևմուտքի որդեգրած շատ սառը, նույնիսկ կարելի ասել ինչ որ առումով շատ չէ, բայց ինչ որ առումով հակակրական վերաբերմունքներ։ Եվ ինձ համար սա զարմանալի էր հատկապես, այսինքն շատ զարմանալի չէր, բայց շատ ցցուն ինչ որ բաներ, որի նկատմամբ անտարբեր հնարավոր չէր լինել։ Դա հատկապես ավելի ցցուն դառավ Ուկրաինայի 13 թվականի շարժման նկատմամբ այդ ջերմ վերաբերմունքից եւ այլն։ Ու անընդհատ նույնիսկ մարդիկ, որոնք հակված չեն այդ տեսակ բաները կարևոր պատճառներ համարելու, կարևոր խթաններ համարելու, Ամերիկայում խոսում էին, թե Միացյալ Նահանգներն ու Եվրոպան Ուկրաինայում պաշտպանում են դեմոկրատիայի շահերը, դեմոկրատիային ուզում տարածեն, լիբերալ արժեքներ են ուզում տարածել, նույնիսկ քննադատները, որ դա մեր գործը չի եւ այլն, դրանով չպետք է զբաղվել, այն ենթադրությամբ էին այդ քննադատությունն անում, որ իսկապես դրանով են զբաղված Միացյալ Նահանգները Ուկրաինայում, հա։ Ու ես այդ հոդվածը գրեցի, որ համեմատեցի Ուկրաինայի ու Հայաստանի շարժումների նկատմամբ վերաբերմունքը, տարբերակված վերաբերմունք արևմուտքի եւ շատ հստակ էր այդ ուսումնասիրությունն անելուց հետո թե ինչի հետ գործ ունեինք։ Մասնավորապես, եթե ինչ որ շարժում չի համապատասխանեցնում իրենց օրակարգը, իրենց քաղաքական նախապատվությունները արևմուտքի օրակարգի հետ, նա չի ստանալու աջակցություն, եթե նույնիսկ շատ ավելի համապատասխան է այդ բանին, այդ օրակարգը նկարագրող այդ սկզբունքներին, չգիտեմ, դեմոկրատիա, ազատականություն եւ այլն։ Քան ուրիշ շարժումներ, որոնք այդքան համապատասխան չեն նույնիսկ իրենց սկզբունքներին, բայց ավելի հակված են ուրեմն իրենց քաղաքականությունը համապատասխանեցնելու Միացյալ Նահանգների Եվրոպայի շահերին։ Ուկրաինական massայական շարժման ամենակարևոր շարժիչ մի քանի ուժերը, այդ Սվաբոդան, այդ աջ սեկտորը եւ այլն, բացահայտ նեոֆաշիստական կազմակերպություններ էին։ Եվ այդ արևմուտքի աջակցությունը, որ այնտեղ դեմոկրատիային են աջակցում եւ այլն, աշխատում էին չնկատել այդ փաստը, աշխատում էին այդ ռետորաբանությունը չնկատել, աշխատում էին չնկատել, որ Ուկրաինայի շարժումը բավականին լուրջ իրավախախտումներ էր թույլ տվել, բռնության էր դիմել եւ այլն եւ այլն։ Հայաստանի պարագայում կաշվից դուրս էին գալիս ինչ որ բան գտնելու, որ մարտի 1-ի այդ բանից հետո, մարտի 1-ի այդ իշխանության հարձակումից հետո ցուցարարների վրա ինչ որ մարդիկ վանդալիզմով են զբաղվել ու ինչ որ երկու կոշիկի խանութ են թալանել։ New York Times-ի բանը խմբագրականը մարտի 8-ին լույս տեսավ այդ խմբագրականը Հայաստանի մասին։ Բանու գործ թողած խոսում էին, որ դրանք էլ հրեշտակներ չեն, այդ օպոզիցիաներ հրեշտակներ չի Հայաստանում ու բանը այդ հրեշտակներ չլինելու ապացույցը ինչ որ մարդկանց կոշիկների խանութ թալանելն էր, որը հետո պարզվեց, որ այդ շարժման հետ կապ չունեին այդ մարդիկ, այդ ցուցարարների հետ կապ չունեին, նույնիսկ երկուսին ձերբակալել էին, որոնք բան էին, ինչ որ ավելի իշխանական բաների հետ կապ ունեին այդ խանութների վրա հարձակված մարդիկ։ Մի խոսքով, սա շատ տխուր է իհարկե, բայց սա էլ զարմանալի չի, եւ նույն process-ն է, նույն սկզբունքն է, որ այսօր, քանի որ այս իշխանությունները էլի Դին Աչեսոնի լեզվով եմ ասում, ես դա ինքս չեմ ասում, նրանք այս իշխանություններին համարում են իրենց շունշան որդիները, նրանք բան չեն անելու, շատ մեծ աղմուկ չեն բարձրացնելու, որ Հայաստանում ինչ որ հայտարարության համար եպիսկոպոսներ են տարել բանտ նստացրել, հասկանում եք, Սամվել Կարապետյանին տարել նստացրել են, որովհետև ասել են մենք մեր ձևով եկեղեցուն կպաշտպանենք։ Դրանից բացի թե ուրիշ ինչ է ասել Սամվել Կարապետյանը, ես չգիտեմ։ Եվ այդ տեսակ հայտարարության համար տանել այդ մարդուն բանտ նստացնել, հա, ու բանին, այդ իմնեմնիմի տղաներին պատասխանել էին, ինչ որ հայհոյանքի էին պատասխանել այդ տղաները, կամ եթե նույնիսկ չէին պատասխանել, հայհոյանքի համար խուզարկություն, կալանք եւ այլն, եթե նույնիսկ ինչ որ պատժելու խնդիր կար, չգիտեմ, դրա համար տուգանքներ են ելնում, բաներ են ելնում, այդ տեսակ այդ ցուցադրական այդ բռնությունը այդ տղաների նկատմամբ խուզարկություն, ԱԱԾ-ն ուղարկել իրենց հետևից եւ այլն։ Եթե էլի եմ ասում, եթե
արևմուտքի համակրանքը չվայելող իշխանությունը դա աներ, մենք ամեն օր արևմտյան թերթերում կտեսնեինք դրա մասին լուրեր, արևմտյան դեսպանատները մեծ աղմուկ կբարձրացնեին, արևմուտքից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները մեծ աղմուկ կբարձրացնեին եւ նրանց լռությունը շատ պերճախոս է, կամ ինչպես ամերիկացիներն են ասում նման դեպքերում, նրանց լռությունը խլացուցիչ է։ Այս փակուղային իրավիճակից ոնց դուրս գալ, եթե չի խոսում քաղաքասարակությունը, չի խոսում ՀԿ սեկտորը, ունենք արևմուտքի համար շատ ձեռնտու մի հատ իրավիճակ եւ ունենք շատ իներտ հասարակություն, շատ իներտ քաղաքացիներ, որոնք մեծ մասը բոյկոտում են ընտրությունների, էլ չեն գնում, ահա այսպիսի իրավիճակում ենք, իսկ առջևում ընտրությունների ենք պատրաստվում։ Պատճառները հասկանալը, թե ինչու չնայած բոլոր նախադրյալներին, չնայած օբյեկտիվ իրականության ստեղծած պայմաններին ու պահանջին, Հայաստանում լուրջ ընդդիմադիր շարժում չի ձևավորվում, լուրջ հակակշիռ, լուրջ այլընտրանք Նիկոլ Փաշինյանին չի ձևավորվում, դրա պատճառները բազմաթիվ են, մեկը չի, մի քանի պատճառ կա, բայց նորից եմ ասում, դա շատ ծավալուն, երկար զրույցի, նաև դա ուսումնասիրության առարկա է լուրջ։ Ես իրականում հիմա դրա մասին մտածում եմ, ինչ-որ բաներ եմ, ինչ-որ մտքեր եմ գրում, սղագրում, այսպես ասած, մտածում եմ դրա մասին։ Ես ինքս դեռ շատ հստակ բան չունեմ, վերջնական պատասխաններ չունեմ, ամբողջական պատկերը ինձ համար էլ դեռ այդքան հստակ չի, թե հատկապես ինչն է այդ խոչընդոտը։ Բայց իհարկե որոշ բաներ ակնհայտ են, մասնավորապես, ասենք Հայաստանում հիմնական երևացող ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, այսպես կոչված է տիտուլային ընդդիմությունը, տիտղոսային ընդդիմությունը։ Բան է, մարդիկ են, որոնց Նիկոլ Փաշինյանը հեռացրել է իշխանությունից, եւ Նիկոլ Փաշինյանը հեռացրել է իմիջիալոց, սա մեր նախորդ խոսակցության հետ կապ ունի։ Որքան էլ որ ես համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական աջակից այդ քաղաքական ակտիվ բազան, այդ ակտիվիստները եւ այլն, դրսից ֆինանսավորվող, դրսի այդ օրակարգերը սպասարկող մարդիկ էին, կազմակերպություններ էին եւ այլն։ Ես շատ հեռու եմ այն մտքից, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ արհեստականորեն, որ դա դրսից կազմակերպած ինչ-որ հեղափոխություն էր։ Ես գիտեմ, որ այդ բաներին ուշադրություն դարձնող մարդիկ, այդ դրսից ֆինանսավորմանը, դրսից քաջալերմանը ուշադրություն դարձնող մարդիկ անմիջապես այդ եզրակացությանն են գալի, որ սա հետևաբար դրսից կազմակերպած ինչ-որ բան է եղել, արհեստական ինչ-որ բան է եղել։ Արհեստականորեն հեղափոխություն հնարավոր չի կազմակերպել որևէ երկրում, եթե այնտեղ ներքին պահանջարկը չկա, եթե այնտեղ բավարար ներքին դժգոհություն չկա, եթե դրա նախադրյալները չկան։ Վրաստանում փորձեցին անել վերջին տարիներին, երբ էր անցյալ տարի էր այդ ընտրությունները, փորձեցին հերթական գունավոր հեղափոխություն անել, բան դուրս չեկավ, որովհետև այն նույն պահանջը, որ կար Վարդերի հեղափոխության ժամանակ, այսօր չկար։ Հա, Սլովակիայում փորձեցին անել, Ռումինիայում փորձեցին անել, Ռումինիայում իհարկե ինչ-որ բան, Ռումինիայում ուղղակի բան արեցին, այդ ընտրությունները չեղարկեցին ուղղակի, կոպտորեն։ Բայց ինչ է, ասածիս իմաստը ինչ է, որ եթե դրա օբյեկտիվ նախադրյալները չկան ներսում, դրսից ինչքան էլ փորձեն կազմակերպել, շատ դժվար է հեղափոխություն անել, իշխանափոխություն անել, կուռ օպոզիցիա ստեղծել եւ այլն։ Հիմա Վենեսուելայում են փորձում այդ բաները անել, քանի տարի արդեն է Չավեզի իշխանության գալուց հետո իրենց քթի տակ է Վենեսուելան, այնտեղ 1000 լծակ ունեն։ Չի ստացվում ու չի ստացվում։ Հայաստանում էլ խնդիրը այն է, որ այդ տիտղոսային ընդդիմությունը հենց այն մարդիկ են, ում դեմ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանություն անել, եւ Հայաստանում դեռ այդ բանը թարմ է այդ հիշողությունը, թե այդ 20 տարին Փաշինյանի իշխանությանը նախորդած 20 տարին ինչ տեսք ուներ։ Եվ դրան վերադարձի տրամադրություն Հայաստանում չկա, որքան էլ մարդիկ դժգոհ լինեն Փաշինյանի իշխանությունից։ Դրան պետք է ավելացնել այն փաստը, որ այդ մարդիկ, որոնք պատասխանատու էին այդ 20 տարիների մեր քաղաքականության, մեր տնտեսության, մեր իրականության, մեր անվտանգության այլասերման համար, այսօր մի ապաշխարանքի խոսք չեն ասել,
Հակառակը համարում են, որ այս ամեն ինչի մեղավոր է Նիկոլ Փաշինյանն էր, որ եթե իրենք լինեին, սա չէր լինելու, չնայած ասենք Նիկոլ Փաշինյանի օրակարգից իրենց արտաքին ու քաղաքական օրակարգը շատ եւ անվտանգության օրակարգը շատ չէր տարբերվում, գոնե պատերազմից առաջ։ Եվ մարդիկ նայում են ասում են լավ, ես չգիտեմ, այս ուժերը, այս քաղաքական դեմքերը, այս քաղաքական կազմակերպությունները, հույսները դրել են, որ հայ ժողովուրդը հիշողություն չունի։ Եվ այդ առանց ինչ որ ռեֆորմի, առանց ինչ որ խոսքի, բաց խոսքի, առանց էլի եմ ասում, ապաշխարան ես կրոնական իմաստով չունեմ, իրենց իշխանության ժամանակ եղածին առանց քաղաքական գնահատական տալու, առանց բացատրելու թե հիմա ինչու են իրենք փոխվել, ինչն է փոխվել հատկապես, ինչն են ուրիշ կերպ անելու, եւ քանի որ ռեսուրսները հիմնականում կենտրոնացած են հենց այդ ուժերի ձեռքում, խոսակցությունը դրանց միջև է տեղի ունենում։ Եվ ես չգիտեմ, ինձ վրա գուցե ինչ որ բան եմ հրավիրում, քննադատություն եմ հրավիրում սա ասելու, բայց այդ մարդիկ այլընտրանք չեն Նիկոլ Փաշինյանին, դրանք չեն այլընտրանքը, նրանք օրակարգ էլ չունեն, օրակարգն ինչն է, որ Նիկոլ Փաշինյանը հողատու ու դավաճան է, այդ օրակարգով գալու են բանան են, իշխանություն վերցնեն, իսկ իրենք ինչ են անելու Նիկոլի քաղաքականությունից տարբեր, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից տարբեր, այդ հարցին մի կարգին մարդավարի հոդաբաշխ պատասխան չի տրվել։ Մենք ավելի կոմպետենտ ենք, մենք ավելի հայրենասեր ենք, չգիտեմ, մենք ավելի նվիրված ենք մեր ազգային արժեքներին, դա բան չի, դա օրակարգ չի, բայց միայն սա չի խնդիրը, ուրիշ խնդիրներ էլ կան, մեր հանրային ապաթիայի հետ կապված, խնդիրներ կան, թե ինչու որոշ ավելի արժանահավատ քաղաքական կազմակերպություններ կամ այդ ուշադրությանը չեն արժանանում, կամ նոր այդ տեսակ կազմակերպություններ չեն ձևավորվում։ Մի խոսքով, դրա մասին խոսակցությունը պետք է շատ ավելի խորանա, շատ ավելի լուրջ եւ ծավալուն խոսակցություն է պետք ունենալ ընտրություններից առաջ այս խնդիրը հասկանալու եւ ինչ որ լուծումներ առաջարկելու, ինչ որ այլընտրանքներ առաջարկելու ուղղությամբ։ Մասնավորապես, հատկապես կարեւոր է, որ մարդիկ ինչ որ այլընտրանքային օրակարգ առաջարկեն, բացի նրանից, որ ինչ որ այդ վարկաբեկված քաղաքական ուժերը, քաղաքական դեպքերը խանգարելու են ընդհանրապես իշխանապողության օրակարգին, նաեւ շատ հոդաբաշխ ալտերնատիվ պիտի առաջարկվի, որ ժողովրդին հասկանալի լինի։ Եթե մարդիկ գալու են ինչ-որ շատ բարդ բաներ առաջարկեն, շատ բարդ ֆորմուլաներ, շատ բարդ վերլուծության հիման վրա, կամ ինչ-որ շատ բարդ ծրագրեր, եւ կամ գալու են պարզապես ժողովրդին ասեն մենք ավելի շնորհալի ենք, կոմպետենտ ենք, մեզ տվեք ձայնը, դա չի աշխատելու։ Լուրջ ալտերնատիվ օրակարգ է պետք ձևավորել։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, արժեքավոր հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ գալայի հյուրն էր Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Ես էլ եմ շնորհակալ, ասեմ նաև գալայի հեռուստադիտողներին, որ ես հորս կողմից գյումրեցի եմ ու շատ ուրախ եմ գալային հարցազրույց տալու հնարավորության համար։